Ասածը գալիս է։ Պարոն անցած դատականностին ես շատ լավ հիշում եմ, երբ որ ներազրակող մարգարյանին հարցեր եք տալիս, իսկպիսի հրետորական հարցադրում արեցիք, ասեցիք, որ դու բացի խնդրելուց իմ հետ կարայուրից ձևով խոսեի ու դատելով ձեր պահվածքից, ես անկեղծ եմ ասում, այսինքն իմ մոտ այդպես տպավորություն չի ստեղծել, որ դու ինչ-որ խեղճ կամ ասեմ կամազուր կամ ինչ-որ ենթարկվող, վստահ եմ ձեզ հետաքրքրված կլիներ, դուք հարցրած կլինեք, ես ու եք անում ես բան, ես ով ասում։ Նորիկյան, ճիշտ ասած, որ չեք ուզում եք հավատացեք, ուզում եք ինձ ընդհանրապես հետաքրքիր չի։ Ընդհանրապես։ Ես այդպես ժամանակավոր եմ։ Ես այդպես գնալու եմ ելի։ Ես կրկնուցագիրել եմ գրել, որ պետք է գնամ։ Ես նույնիսկ ժամանակավոր այդտեղ նույնիսկ գործուղման եմ եղել, որ պետք է գնայինք Ռուսաստան, ես չկարողացա գնալ Ռուսաստան։ Ես անկեղծ ես ասեմ, ես երկու ամսի չափով երևի չեմ էլ եղել այդ ծառայությունում։ Չափից դուրս չեմ ընդունում ձեր ասածը, այդ մանավանդ կանոնիքում։ Ես կարող եմ հիմա ենթադրություն անել, դրանից ու ասեմ նախապես պլանավորված օպերացիա իրականացվել, հանել են դիզվարենիկով ասած ամբողջովին այդ շենքը պատել են, որպեսզի հետագայում նման հանդեպ առաջացնում են, հետևաբար ես խնդրում եմ, որտեղ լավ սենց ասեմ ձեզ, որտեղ ձեր ասածներից եթե դուք չեք հիշում, այդ զինծառայողները, այդ անձնակազմի զինծառայողներն են, թե ուրիշ անձ։ Չէ, այդ անձնակազմից է եղել, բայց չեմ հիշում, իրոքից չեմ հիշում, բանորքյան, ով է կոնկրետ եղել, բայց հիշում եմ աստիճաններով հելնում են բան այդ ինչա, մեկը տալիս է, մեկը աստիճանով բարձում է, դնում է։ Սենց ոնց որ կողանցի կանցնելուց նկատել եմ էդի։ Այսինքն մեկից ավելի են եղել։ Երկու հոգի է։ Երկու հոգի են եղել։ Լավ, սենց ասեմ, այդ զորամատ, այդ կացարանում, պարոն եղել է ոնց հասկացանք հիերարխիկ համակարգով, եղել է ըստ էության ենթակայության Վազգեն Նիկողոսյանի, որտեղ հաշվի առնելով այդ անձի պաշտոնը եւ դերակատարումը, նա ըստ ձեր տված ցուցմունքների վերլուծության ինքը շատ հաճախակի առողջություն ունեցել Սորքի անձնակազմի հանդեպ։ Այո, Վազգեն Նիկողոսյանը։ Հետո եկել է ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը, որը ուղղակի ունի ենթակա անձնակազմներ, հետո եկել է Վաշտի հրամանատար Լոր Մարգարյանը, հետո եկել է դասակի հրամանատար Տիգրան Մանասերյանը, հետո եղել եք դուք, ճիշտ եմ ես հասկանում։ Պարոն Նորիկյան, հաշվի առնենք, որ ես ժամանակավոր եմ ընդեղել։ Գորգոն Տիգրանն է քեր վաճառվածությունից իրար հետ նույն ստորաբաժանման են ծառայում, ինժեներական ստորաբաժան։ Իրանք ավելի լավ գիտեն ներքինության, իրանք դիսպուկացիա, ոնց կազմակերպեն ծառայությունը։ Ես ընդհանրապես ճիշտ ասած տեղեկություն, եթե իրանք իշո գործողություն են անում, ինձ ասել են էսի պետք է անես, ես արել եմ էդի, ով լինեմ, ինձ չի որ օրինակի համար ես ձեռնես տված եք հաշվի շատ է դա բանը։ Ես ուզում եմ հարցնել, այդ 5 սպաները առնվազն այդ 21 զինծառայողի նկատմամբ ունեցել են վերահսկողական գործառույթներ կամ նրանց ենթակա անձնակազմ են։ Հիմա նա մի հատ հարցնամ նոր ասում, այդ զինծառայողները, որոնց մեկը տալիս են անում են, իրանք սպաներ են, թե շարքային կարգ։ Չէ, շարքային են։ Հիմա հաջորդ հարցին եմ ես անդրադառնում։ Այդ կացարանում բնակվող անձնակազմի ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված, անձնակազմի քիչերով պայմանավորված, այդ ստորաբաժանման գործառույթներով պայմանավորված, այդ զինծառայողները կարող են առանց սպաների իմացության, առանց գիտության, առանց համաձայնության, առանց թույլտվության նման, ասենք, հիպոթետիկ քայլաներ, թե ոչ։ Կարող է նաև սպաները տեղյակ չլինեն։ Կարող է և տեղյակ չլինեն, շատ, բայց կարող է և տեղյակ չլինեն։ Կարող է նաև տեղյակ չլինեն։ Շատ դա ձեր պնդումը բավարար է այնքանը, որ դուք հաստատում եք, որ դուք ականատես եք եղել, որև տեսել եմ, բայց կողքով անցնելուց տեսել եմ ինչ-որ բաներ։ Այդ պահին չեմ հիշում, որ սպա եմ տեսել։ Բայց որ ցանկացած հստակեցնեք, որ դա նոր տարուց առաջ է, թե նոր տարուց հետո։ 2023 առաջ եմ տեսել։ Առաջ եք տեսել։ Նոր տարուց հետո ես Երևան եմ եղել, անընդհատ շարժ է եղել, ճիշտ ասած։ Եկել եմ, մի օր եմ ընդհանրապես պատասխանատու եմ մնացել։ Հետո հերթապահ եմ կանգնել։ Հետո դրանից հետո եղել եմ, չկներեք, հետո դրանից հետո եղել եմ Երևանում, եկել եմ կանգնել եմ, որ ամսի 16-ին, ինչքան գիտեմ գրաֆիկներ կա, 16-ին ընդունել եմ հերթապահությունը, 17-ի իրիկունը հանձնել եմ, 18-ին գնացել եմ այնտեղ։
շնորհակալություն։ Բանակ, այս քրեական վարորդի հետ ողբերգության առաջին իսկորից ձեր անվաշու ծննդյանիների օգտագործման վերաբերյալ խոսակցություններ շրջանառ։ Չգիտեմ ինչ խոսում պարոն Նորիկյան, դե նորմալ է, ես ընդամենը մի անգամ օգտագործել եմ, հետո ասել եմ, այնպես չի որ խաբել եմ կամ բանը թաքցրել եմ ցուցմունքով եմ նշել, ու չեմ օգտագործել դրանից հետո։ Թե ով ինչ է խոսացել այդ զորամասում, այդ կարող է ինչ-որ մեկը օրինակ մարդկա, օրինակ ես շատ գիտեմ, տեխնիկայի մեջից սալարկա է գողանում տանում, ու սա բայց կարող ինքը գողացողը չլինի, ինքը դրանք տենքն է, ու տենց ինֆորմացիան զորամասում տարածվում է։ Կարող է նաև չլինի էլ նմանատիպ դեպք, բայց օրինակի համար դες տարածվեց խոսակցությունը, մեկի բերանից մի հատ բան դուրս գալով, կարող է այսպես ընդհանուր տարածվեց խոսակցությունը։ Ես էլ լսել եմ, որ օրինակի համար կրկի ժամանակ ես ինչ-ինչ սպան փախած է եղել, բայց վստահ չեմ։ Լսել եմ, պրոստը լսել եմ, ես էլ ուրիշ եմ ասում, դες ֆորում այդ խոսակցությունը։ Բայց ինչու դուք պայմանավորվեք, ինչու է պայմանավորված, որ ձեր ամբիշուշ նման խոսակցություններ։ Ես շատ իմանամ, չեմ կարող ասեմ։ Արամել է ձեր վարդի։ Այդ զորամասից ես ոչ մեկից ոչ թաքցնելու ինչ-որ մեկից բան եմ ունեցել, եթե ինչ-որ մեկն էլ հարցել ասել եմ հա։ Ձեր զորամասի հրամանատարի ժողովրդական ծառայության։ Ավելի զորամասի հրամանատարի հարցը լավ պարոն Նորիկյան։ Վաշտի, հարցից հետո հնչեցրան։ Չէ, վաշտի ներողություն, վաշտի հրամանատարի ժողովրդական ծառայության պետը այդ հանգամանքին խնդրանք է դրանը, որ դուք հիմա պարտություն մտցնեք։ Ինչ պարտություն մտցնեմ այդ։ Հիմա կասեմ։ Ես իմ ծառայության ժամանակ, պարոն Նորիկյան, ես իմ ծառայության ժամանակ ընդհանրապես ոչ օրինակի համար տես կոպիտ ասած ոչ adekvat քայլված պահվածք եմ ունեցել, ոչ ինչ-որ մեկի օրինակի համար տես թույլ եմ տվել, որ ինչ-որ մեկը տես ինչ-որ նմանատիպ կարծիք կազմի։ Երբեք չի եղել նմանատիպ դեպք։ Այ վերջանքա որ դուք ասեցիք օգտագործել եք։ Գնացեք զորամաս հարցրեք, պարոն Նորիկյան, ես ուրիշ բան չեմ ուզում ասել դրա հետ կապված։ Ես իրոք եթե հարցնեք զորամասից էլի։ Պարոն, դուք վերջանքա նոր ասեցիք, որ օգտագործել եք երբ եք օգտագործել։ Սեպտեմբերին ժամանակից հետո 13-ից հետո մի անգամ օգտագործել։ 23, չէ, սեպտեմբերի 13-ից հետո։ Հոկտեմբերի սեպտեմբերի ժամանակ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին այդ պատերազմական գործողություններից հետո օգտագործել եք մի անգամ։ Քեշեք դա սեպտեմբեր ամսին է թե հոկտեմբեր ամսին։ Սեպտեմբեր ամսին է։ Սեպտեմբեր ամսին։ Հիմա հաշվում եմ։ Սեպտեմբերից հետո հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր եւ հունվար։ Այսինքն 100 օր շուրջ։ Այսինքն դուք հիմա հրապարակային ընդունում եք, որ այդ ողբերգական դեպքի ես ցուցմունքել եմ տվել դա։ Հրապարակային նույն էլի ասում եմ, մի քանի անգամ նշել եք դա, ես ասել եմ, թաքցնելու բան չունեմ, պարոն։ Ես ուզում եմ հարցնել թե ինքս կենտրոնացած դրա վրա։ Այո, թող ամբողջ ազգը իմանա։ Ակոպյան, քիչ առաջ էլի ասեցի։ Հարցեր Դες ամբողջ աշխարհի նարկամ ան։ Իրոք է դա հռություն։ Հարցերի պատասխան տվեք, առանց լարումի։ Պարոն, հիմա ես հարցան ես ոչ դες նարկամա սարքել եմ մոտիվում, ես ուզում եմ ստեղ ճշմարտություն իմանալ։ Այլ որ դատաբժշկերին հրավիրել են դատարան, ինձ այդ հարցն է հետաքրքրում։ Ինչպես կարող է անձը օգտագործել թմրամիջոց։ Որովհետև այդ թմրամիջոցը չի եղել ինչ որ դուք մտածում եք։ Կարող սովորական մի հատ թեթև բան եղածած լինի, դիտի պարոտ նույնիսկ ես չեմ զգացել։ Սովորս ձեր մտածածը չի եղել, էլի։ Ինչ դուք կարծում եք, էլի, ես շատ գիտեմ։ Ես կարող չունեմ դուք գիտեք որից դուք գիտեք երևի որից ինչ ազդեցություն։ Ես շատ իմանամ, ասում եմ սովորական ինչ-որ մի հատ բան է եղել, մի անգամ ասել եմ Անասելյան Տիգրանը, այնտեղ զուտ են որ պայի դրությունից ելնելով զուտ է օգտագործել եմ։ Ես պրոստը ուզում հասկանում ինչ ուղղության վրա եք տանում էլի, լավ, թող կան դատաբժիշկները։ Չեք թողում հարցը Ակոպյան, հրավիրել ան։ 80 տարում ոչ մի որևէ ուղղությամբ չի կարող տանել, նորից եմ պետք է։ Հարցերի պատասխանել։ Հարցերի պատասխանել, ինչ որակի տվեք են հարցերին։ Հաղթի չկա կարող է լինել։ Հարցերի պատասխանել։ Երևի այսօր միջենք արդեն Լավ է ինքն է երևի միջենք շարունակենք։ Ինչ կարծիք ունեք,
Իրոք է, հանգստացի լավ։ Դեպետ ես այս մասի դատանի համու պատած ճայդում եմ աղթի դատակում զանդասկում կարատասկիստերից մեկի ժամանակ, շվարաշեն ողնիստի, այս անգամ եվս մեկ անգամ դրտնավել, այդ պարազայնագրման նպատակով, որ այն անգամանները որոնք իրան անասերյանի և շարդկանքով կշտոր ընտանան միջոցի, ռազմատամոստականության դալու, այս տնամիջոց ճայդնվելու, այլ որ անգամանները կապված իմ կողմից հաղորդում է ներկայացվել և դրա վերաբերյալ քրեական գործ է քննվում, կարծում եմ, որ դեռևս քննվում է, քանզի եթե քրեական գործը բնակարար պաշտպան ոլորտում կայացվածներ, որպես հաղորդում ներկայացված բան, իսկ քրեական կարգավորության համապատասխան ես կասի պետք է որ ներկայացված լինի։ Քանզի տեղեկություն չունեմ, որ քրեական գործը բաշխի դեռ տեղեկություն չունեմ, որ ինքը ինձ որ պատշաճի Արսեն որ գործը ներկայացված կտրում է քննության փուլում և ըստ էության սարքստան նրանում, որ արձեն ուղերուց դեպետ պահումովյանը ու և պրոֆեսորալիզմը աշխարհն է, որտեղ հանգամանքի վերաբերյալ գործը և որոշակի հանգամանքներ կահավատերից նախնական դահնիկի վերաբերյալ ստեպության խոշենդոտերը դվող քրեական գործի կենության այդ հանգամանքը հայտարարության կարգով Այստեղ ստավ չեք ես բային քննումա, թե չի։ Պատրան դատը, եթե օրինակ եմ ակաշտոտ լինենք, ես եմ ստեղ դրավասիրություն։ Բայց առողջը Աստակ մեկ հայտարարություն։ Ընդհանրեն ասեմ, որ վերնշված հանգամանքի վերաբերյալ իմ հետաքրքրասիրությունը պայմանավորված է բացառապես ֆեդերալ հանգամանքի հստակեցման հետ։ Եվ քրեական վարությունից, եւ այս քրեական վարությունի ընթացքում հիմնական դատալսումների ընթացքում երկշաբթի չի եկել առավելևս քիչ առաջ հաստատել, որ ինքը մեկ անգամ կոնկրետ ժամանակագրական հատված տնկեցեց, որ դեպի նախորդ 100 օրերի ընթացքում ինքը մեկ անգամ առնվազն օգտագործել է տնամիջոց։ Ես հավատում եմ երկշաբթի Եվ ես հարցադրում եմ, ես որտեղ ամենուր մտադրություն չունեմ, իմ այս հարցադրումները նպատակ են հետապնդում հետագա դատավարական փուլերում մասնագետներից ակնկալել ստանալ հետևյալ հարցադրում, ասեք հրապարակային ասում եմ, հնարավոր է անձը, ով օգտագործել է թմրամիջոց, 100 օր անց նրա մոտ որևէ դավազրական, որևէ բանանել առավելևս պարոն Հակոբյան, ձեր դեմ այդ առումով չկա։ Ընդհանրապես մենք մասնագիտական ուրիշ խնդիր ենք ուզում քննարկել։ Այդքան բան, շնորհակալություն։ Լավ։ Ուրեմն աշխատանքային օրվա ավարտից կապված դատարանը որոշեց դատական նիստ հետաձգել, դատական նիստ նշանակել 2026 թվականի օգոստոսի 28-ին ժամը 12:00-ին նիստի ներկա գտնվող վարույթի մասնակիցները համարվում են պատշաճ ծանոթված։